Քանի անասուն ունեք, գլխաքանակը ինչքան է եւ քանիսն են տարել։ Ընդհանուր 4 գլուխ ենք ձեռք բերել, դուրից առաջ էլի եղել 9 գլուխ են եղել ընդհանուրը, այդ ձեռք բերած 4 գլուխից 3-ը ելել է։ Ձեռք ենք բերել 450,000-ով հադը։ Ծախել ենք 2 հադը 450,000-ով։ Կիլոգրամի համար ինչքան են Կիլոգրամը 1700-ով կոնկրետ իմս են տարել, բայց կիլոգրամն է, բեսնա չոր կշերքին դերը կշռել ենք։ Աշկի չափով։ Այսինքն ստացվել են բես որ եկեսել են ես ինչ քաշն է, ես ինչ գինն է ու պերց։ Ես ոչ գրացել եմ սեմ թե չէ, ես քաշը չէ, ես գինն է, ոչ էլ։ Իսկ պարտադրանք կամ ուղղորդում ձեզ ներկայացվել է, թե որ ընկերությանը պետք է վաճառել կամ չի կարելի էս ընկերությանը վաճառել։ Երկու ընկերություն է եկել, ես այդ երկուսն եմ տեսել, չգիտեմ, ուրիշ չի եղել։ Կամ է եղել է, մեր մոտ չեն եկել, չեմ կրասեմ։ Երկու ընկերություն են եղել, որին կուզես նորը ծախել։ Հարևան գյուղերում գյուղացիները ասում են, որ այս համաճարակից առաջ ինչ որ պատվաստումներ են իրականացրել եւ այս համաճարակը կապում են այդ պատվաստման հետ, արդյոք դուք էլ ունեք նման մտավախություն։ Չեմ կարծում։ Հիվանդությունը ավելի շատ իմ կարծիքով տարածվել է դերսից ներկրված անասուններից։ Այսինքն այս են անասուններն են, որոնք պետությունը օժանդակում էր, որպեսզի ձեռք բերեիք։ Խոսքը դրանց մասին է, ծրագրով ընդհանուր է հանրապետության մասշտաբով գսեն, որովհետև յուղի հիվանդությունը ասենք մարդու չի գա, էլի կենտանոց կուկա։ Մարդը չվարակեց կենտանուն։ Կենտանիներն են մեր մոտից սարը չեն էր տա, յայլա չեն էր տա, կամ չգիտեմ, ուրիշ գյուղերի կենտանիների հետ չեն խառնվի։ Հիմնականը միշտ է նույն արոդով գնացել են, միշտ է նույն արոդով ետ են եկել, տարբերակ չկար վարակվելու։ Ինչ որ մեր տեղից եմ։ Դեսս պետք է գալած եղն հիվանդություն, իմ կարծիքով ես։ Դե մի ուրիշ տարբերակ կա, դա չեմ կրասեմ։ Այսինքն հիմա փաստացի ձեր մեկ կովն է, որ առողջ է, բայց նմուշարում բերվածներից, հա, բայց ընդհանուր առմամբ 6 գլուխ էլի ունեմ։ Նորմալ է այդ կովերի վիճակը, թե դեռ չեք հանձնել անալիզ։ Չեմ կարծում, եթե հիվանդության պատասխանները, անալիզի պատասխանները իրապես ճիշտ են, ուսենք առողջ անասուն ինչ են ասել, պերիսիլոս է, հիվանդ անասուն են գսեն, պերիսիլոս է, ուրեմն այդ հիվանդությունը հիմնավորի էլի իմ կողմս եկա, սաղինն եկա։ Անհնար է որ նույն արոդը երտան, նույն աղլիզեն, նույն ճանապարհով, բեղմնավոր նույն ցելով ու այդ ապրանքը պերիսիլոս չեղն։ Տարածվիկը թքի միջոցով, տարածվիկը արունի միջոցով, ցերական ճանապարհով սաղը այդ նույն լոժը, ջուրը, խոդը, ամեն ինչը սաղինն է նույնն է, չի գրավարակված չեղնի։ Իսկ հիմա ձեզ ինչ են առաջարկում, բացի այդ, որ միսը իհարկե որ ձեր նախընտրած գնով են առաջարկում։ Փոխհատուցում չեն խոստացել։ Փոխհատուցում մենք անձամբ ես չեմ էլ պահանջել, ես կպահանջեմ որքան լուծում տան հիվանդությանը, որ էլի չտարածվի։ Այսինքն չստացվի այսօր ես այս տարի մնամ այդ անասունը պահեմ, կարնան գլուխ կան, ասեն որ ապրանքը դելի պերիսիլոս է։ Համաճարակային միջոցառումներ չեն իրականացվել ձեր գյուղում։ Համաճարակային միջոցառումներից պատվաստումներն են իրականացվել, ուրիշ միջոցառում չէ, նկատի ունեմ այս համաճարակը տարածվելուց հետո, ոչ թե համաճարակից առաջ։ Չէ, ինչ-որ չի եղել։ Տեսչական մարմնից ստուգումներ, որպես այդպիսին չեն իրականացվել։ Ինչ ստուգում։ Կան ստուգեն, հասկանան ինչից է սկսվել, կանխարգել են այս համաճարակը։ Ես տեղյակ չեմ, կարող է եկել են, ես տեղյակ չեմ։ Այսինքն, տեսեք, նման իրավիճակները թույլ են տալիս, որպեսզի գյուղացիները դադարեցնեն անասնապահությամբ զբաղվելը, ինչը անասունների գլխաքանակի կրճատում է իրենից ենթադրում, արդյոք դուք էլ կդադարեցնեք անասնապահությամբ զբաղվելը, եթե լուծում չտրվի ձեր հարցին կամ փոխհատուցում։ Տեսածս եղնի որ կարնան գլուխ էլի կանսեն որ ապրանքը հիվանդ է, ուրեմն կդադարեցնեն։ Այլևս իմաստ չի եղնի, 2 տարի զրոյով աշխատել է, իմաստ չունի։
Տեսեք, անասունը մենք կպայենք ծմերը, որ ստանանք եկամուտը հմի, բայց երբ որ հմի կուկանք սեն այդ ապրանքիդ եկամուտը չես կրա ստանաս, արդեն ինքը կդառնա անիմաստ բան։ Իսկ գյուղում էլ չկա, չէ՞ զբաղմունք բացի անասնապահությունից։ Չգիտեմ, կա թե չկա, կոնկրետ էս ծրով կզբաղվում։ Կա, չի չկա։ Զավոդը կա, դպրոցը կա, մանկապարտեզ կա, մարդիկ աշխատանք ունեն դեսաճ։ Ոչ բոլորը բնականաբար, բայց էլի որոշ չափով կա։ Այսինքն չի ստացվում, պես որ մենք նկարել ենք լացենք, ասենք արեք մեզի փող տվեք, ախպեր չենք ուզում մենք ինչ-որ բան մենք մեր քրդինքով կրանք ապրենք։ Ուղղակի մեզի պետք է որ կան այս հիվանդության թեմա առին, էլի չտարածվի։ Հիմա ես մարդու բախտը բերել է, մի թե հիվանդությունը իրոք կա, ուրեմն ավելի լավ է այդ անասունը չեղնի, որովհետեւ ձեզ որևէ փաստաթղթային հիմնավորում ներկայացրել են կարողայով։ Հիմնվեն կարողայի վրա։ Դե հիմի տեսեք, ես կայնիմ հիմից ես եմ որ գիտեք ինչ կա, վայ, այսպես, վայ, այնպես, ինչ դիփոխվի։ Դուք օրինակի համար ինչ առաջարկություն կենեք, որ այդ ձեր ասած մադի փուշը հանելու, դիան այստեղ խոշոր մախարեմը դե կհանեք։ Ես գյուղատնտեսական ոլորտից հեռու մարդ եմ։ Դե տեսեք։ Բայց համենայն դեպս մեր երկիրը ունի այդ գերատեսչությունները, որոնք պետք է զբաղվեն այս հարցով։ Ես չէ՞ էլի որ պիտի զբաղվեմ։ Ուրախ եղնին, որ զբաղվեն։ Թող զբաղվեն, հաստատ իրանք չեն խոչընդոտել։ Եկել են սկան ժամանակ պատվաստումները, համարակալումները, ինչին են խոչընդոտել, ամեն ինչին է օգուտ տվել։ Իսկ ունեք տեղեկություններ, արդյոք գյուղում անասունից վարակված մարդիկ կան։ Տեղյակ չեմ։ Իսկ ինքը վարակովի ես համաճարակը անցնում է մարդկանց։ Անպայման։ Բրուցելոս անասունը օրինակի համար մորտես, տեղյակ չեղնելով որ բրուցելոս է, առանց ձեռնոցի մորտես ձեռիդ վրա այսպես փոքր վերք կեղնի, այդ վերքով կվարակվես։ Կամ կատը առանց մշակելու կօգտագործես կվարակվիս, միսը 100 աշճան ջերմաշճանի տակ չես վայեք օգտագործես կվարակվիս։ Այդ ուր համար կսեմ որ ավելի լավ է եթե իսկականից բրուցելոզ են, ուրեմն իսկականից տան տանեք, պետք չէ։ Համենայն դեպս դուք չեք տեսել այդ փաստաթղթային հիմնավորումները, որ իրապես վարակված են ձեր կենդանիները։ Անասունները համարակալված են։ Այդ համարներով պատասխանները կուկա մեր համայնքապետարան, որ այս համարների անասունները բրուցելոզ են։ Համայնքապետարանն է կփոխանցե մեզի։ Եվ դուք էլ հավատում եք։ Իսկ եթե չհավատանք ինչ։ Եթե չհավատաք, կարող եք ինքներդ այդ փորձաքննությունը կազմակերպել։ Փորձաքննությունը կազմակերպենք ինքներս, բայց մեզի չեն տա մի հատ նորից հավաստի թուղթ, կարող է ընձիկայինին պատասխան տան, ասեն որ ապրանքդ բրիսիլոս է կամ ապրանքդ բրիսիլոս չէ, բայց դոկումենտ չեն տա։ Մարդիկ բառ փորձել են։ Ու դուք, եթե ձեզի չեն տա այդ փաստաթուղթը, ինչ հիմնավորումով եք թույլ տալիս, որ տանեն ձեր անասունը։ Այդ փաստաթուղթ պետք է եղնի, այդ փաստաթուղթը հեչ մի ժամանակ չի եղել։ Դե այդպես օդի մեջ, հա, խոսակցություն վարակված է կամ վարակված չէ։ Գոնե բժշկի անասնաբուժի կողմից, որևէ։ Անասնաբուժները հենց իրանք են, էլի անալիզը վերցնողը, պատասխանները տվողը։ Լաբորատորիա այս պատասխանը կուկա անասնաբուժին, անասնաբուժը կուտա։ Համենայն դեպս ձեզ չի հասնում այդ փաստաթղթերը, որ դուք տեսնեք իրապես կա այս համաճարակը։ Դե տեսեք, եթե նույնիսկ այդ փաստաթղթի հետևից, եթե ինքը խաբեություն է, այդ փաստաթուղթը հանելը հաստատ դժվար պատմություն չէ։ Հաստատ այդ փաստաթուղթն է կրան հանեն տան, եթե ինքը խաբեություն է։ Եթե խաբեությունը չէ, իմաստ չկա։ Եթե խաբեությունը եղնի, էլի իմաստ չկա։ Այդ փաստաթղթի հետևից էր տալը։ Եթե ասենք խաբեությունը կկազմակերպվի մի ամբողջ գեղիմ անասուն հիվանդ կհանեն կտանեն, այդ թուղթ հանել տալը էդի շմե դժվար պատմությունն է։ Իսկ եթե խաբեությունը չէ, դա точно տվել են տարել են։